Տաշիրում 18-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Հայտնում են այս մասին ՆԳՆ-ից նշելով, որ սպանության մեջ կասկածվողն անչափահաս է։ Հոկտեմբերի 4-ին ժամը 16:00-ի սահմաններում Տաշիրի ոստիկանության բաժին տեղեկություն է ստացվել, որ դանակահարված երիտասարդ է տեղափոխվել Տաշիր բժշկական կենտրոն։ Վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Սպանվածը 18-ամյա Տիգրան Դ-ն է, որի 2023 թվականին ընտանիքով Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից տեղափոխվել էր Տաշիր։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքի տոնին երգել է Քաջարանին կատարումը։ Ավելի վաղ նույն տոնակատարությանը Ղուկասյանը հուզվել էր Կոմիտասի երաժշտությունից։ Երկու դրվագով տեսանյութերն էլ կարճ ժամանակում լայն տարածում են գտել համացանցում։ Դիտորդների մեկնաբանմամբ Քաջարամին երգը պատահական չէր ընտրված։ Ղուկասյանը երգի «Ինձ տանում են կախաղան» արտահայտությամբ ակնարկում էր իր շուրջ պտտվող քաղաքական խոսակցությունները։ Ես արամն եմ Քաջարամ, ինձ տանում են կախաղան, կախաղանից պիտը կորամ, գեցե անկախ Հայաստան, կախաղանից Պիտը կորամ, գեցե անկախ Հայաստան։ Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողության աղմկահարույց տեսանյութին անդրադարձել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը, դեպքին ընթացք կտրվի։ Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է զույգը գենդեր փարթի կազմակերպել հենց Շաքիի ջրվեժում, ջրին խառնելով վարդագույններ։ Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, մարդիկ մեղադրում են զույգի նման արարքի համար։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ դեպքի հետ կապված բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Ընդգծում է, որ Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության ներքո։ Ահազանգը փոխանցվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացակարգ տալու համար։ Գործահակյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքուն վարժությունից նվաճել է փոքր արծաթե մեդալ, բարձրացնելով 154 կիլոգրամ։ Հրում վարժությունում նա 3 անգամ չհաղթարեց 180 կիլոգրամը և դուրս մնաց հետագա պայքարից։ Առաջնությունը անցկացվում է Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում։ Մեր մյուս մարզիկը Սուրեն Գրիգորյանը առաջնությունում հանդես կգա հոկտեմբերի 7-ին։ Մրցութային ելույթները կմեկնարկեն ժամը 19-ին։ Սկանդալ Կրասնոդարյավակ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդվարդ Սպերցյանի շուրջ։ Աղմատի ֆուտբոլիստ Ուսման Նենդոնգան կարմիր քարտ ստացավ ՌՊԼ-ի 11-րդ տուրի խաղում մրցակցի բախման համար, սակայն Սպերցյանին մեղադրեց ռասայական վիրավորանքների մեջ։ Match TV-ի փոխանցման արդյունքում Սպերցյանը կարող է որակազրկվել 10 խաղով։ Ի պատասխան նա տեսանյութ հրապարակել, որում ասում է, որ դաստիարակվել է կովկասյան ավանդույթներով և չէր կարող իրեն նման բան թույլ տալ։ Ես անընդունելի եմ համարում իմ դեմ ուղղված չափածուցված մեղադրանքը։ Դիտեք տեսախցիկները, կարդացեք իմ շուրջ թերը, հանձնեք պոլիգրաֆի թեստ, խնդիր չկա։ Ես վստահ եմ ինքս իմ և իմ խոսքերի վրա և գիտեմ, որ դա չեմ ասել։ Արմավիրի մարզում Դաշտ գյուղի սկզբնամասում տեղի ունեցել ՋՏՊ հրդեհի բռնկմամբ կազո տեղեկությունը հայտնում է ՆԳՆ-ից վթարի մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 5-ին ժամը 23:53-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓՑ մարզային փրկարար վարչության հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Toyota և Opel Magnishi ավտոմեքենաները, վերջինս բռնկվել է։ Toyota Magnishi ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են։ Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 6-ին, կեսգիշերն անց 6 րոպեին մարվել է, կեսգիշերն անց 14 րոպեին այրվել է Opel Magnishi ավտոմեքենան, ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի դիմացված հաղորդագրություն։ Իրավապանները մեծաթիվ ոստիկանական զորքով Մերձավանի գերեզմանատուն էին բերել Վալոդիա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանին։ Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները։ Մոտ 1 ժամ գաղտնի քննչական գործողություններ իրականացվեցին։ Կասկածներ կան, որ Գևորգ Հարությունյանը այստեղ այնպիսի մի բան է թաքցնում, որն առնչություն ունի սեպտեմբերի 23-ի սպանությունների հետ։ Կասկածներ կան նաև, որ Վալոդիա Գրիգորյանի սպանությունը նախապես պլանավորված է եղել, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Իսկ դուք երբևէ տեսել եք ինչպես են չինացիները քեֆ անում հայկական հարսանիքին, այն էլ այն ժամանակ, երբ հայ հարսիկին ամուսնացնում են իրենց ազգականի հետ։ Հենց այդպիսի հայ-չինական հարսանիքից տեսանյութ է տարածվել համացանցի հայկական տիրույթում ու լայն տարածում գտել։
գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի Վանո Սաբաշվիլին։ Սեպտեմբերի սկզբին Վրաստանից Հայաստան մուտք գործելիս ավելի ուշ դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։ Սաբաշվիլին հետախուզվում է Ռուսաստանի Դաշնությունում Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Արտահանձնման մասին որոշումը այժմ պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը։ Գործարար Սամվել Կարապետյանը ԱԾՄ կուսարանից ուղերձ եղել այս անգամ անդրադառնալով Երևան քաղաքի խնդիրներին։ Նա նշել է, որ Երևանն իր հարմարավետությամբ, էկոլոգիայով, զարգացման ընթացքով ու ծրագրերով չի համապատասխանում 10 միլիոն հայերի մայրաքաղաքի կարգավիճակին։ Չեմ ուզում հերթով թվարկել բոլոր խնդիրները, դրանք ցավոք շատ են։ Ճարտարապետական, տխուր բազմաճաշակությունից մինչև այգիների բացակայություն, հազարամյակների պատմությամբ մայրաքաղաքին անհամապատասխան տուրիստական ենթակառուցվածքից մինչև Երևանի արժանի զարգացման լայնածավալ իրագործման ծրագրերի բացակայություն, գրել է Կարապետյանը։ Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունն առաջիկա 10 տարում պլանավորում է $500 միլիոն ներդրում իրականացնել Երևանի Զվարթնոց օդանավակայանի նոր տերմինալի կառուցման համար։ Այս մասին Forbes-ին տված հարցազրույցում ասել է Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարսելո Վենդեն։ Նա մանրամասնել է, որ վերջին 2 տարվա ընթացքում Երևանի օդանավակայանի ուղևորահոսքի աճը կանխատեսվածից ավելի է եղել, հասնելով տարեկան ավելի քան 5.5 միլիոնի։ Նա նշել է, որ տերմինալը կառուցված է եղել տարեկան 3-ից 4 միլիոն ուղևորի սպասարկման համար, ուստի հիմա գործող հզորությունները արդեն բավարար չեն եւ ընդլայնումն այս պայմաններում կարևոր է։ Ազգային ժողովի 44-րդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի։ Արժանախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի արխիվ։ Տեղեկությունն այս մասին հայտնում է արժանախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։ Ավելի վաղ Սիմոնյանը հայտարարել էր, որ 44-րդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, թեև կքննարկվեն այն ներկայացնելու այլ ձևաչափերը։ Հարությունյանի խոսքով Ալեն Սիմոնյանն այդ որոշումը կայացրել է շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում։ Մահվան երկու ավտովթար է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ լեռնային տեղանքում վերամբարձ կռունկ է փլուզվել։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վիթխարի մեքենան պոկվում, լեռան գագաթից շրջվում եւ ամբողջովին փլուզվում ընկնելիս։ Պատահարի հետևանքով վերամբարձ կռունկի վարորդը մահացել է, վթարի հանգամանքները պարզվում են։